իշխանությունը այսօր եղավ լուրջ եկել փոխարենը 3 զոհվածների հիշատակի օրերին հռչակել իրենք այդպես եկան այսօր էլ չեն գալու այդ մասին ինչ որ դիտարկումներ ունեք։ Դե ես չգիտեմ, ես մի քիչ ես առողջակարգային բաներից մի քիչ հեռու եմ, ճիշտն ասած, ես կուզեի որ դա նույն օրը լիներ դա նույնիսկ, ես կուզեի որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար շատ կապված են, չէ՞ դրանք փոխադարձաբար։ Բայց հիմա իշխանությունը երեք եկել են, երևի կարող են այսօր, չգիտեմ ես, դեպք չեմ։ Դեպք չեմ։ Երկուսն ունեն իրենց խորհուրդը։ Այն իր խորհուրդն է, սա իր խորհուրդն է։ Պարոն Ասլանյան, դուք ինչ կարծիք ունեք, ինչ դիտարկում ունեք։ Պարոն Ասլանյանը հետ բանակի ձևավորման ակունքների մեջ կանգնած եկել եւ ամեն ձևով մասնակցել է թողած։ Հատկապես։ Այո։ Ի տարբերություն չնայած մենք գրեթե նույն մարդիկ ենք, բայց այդ հարցում ես շատ ավելի ռադիկալ եմ։ Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բաց թողումներով է։ Ես գտնում եմ, որ այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Երեք ես իմ էջ էի գցել մի ելույթ ուղիղ 4 տարի առաջվա, որտեղ մի վերնագիր էր, չէ, պարոն Աղազարյան, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրեն, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։ Բանակը այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Գիտեք ինչ կա, պատկերացրեք, ասում են, մենք առաջ ենք գնում, դուք հայլերով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։ Ու դուրս է գալի, որ քայլելը շատ ավելի հետ է քեզ գցում, քան իրականում, եթե դու չքայլեր կամ քայլեր, ինչ տարբերություն։ Բայց ինչու չեն տեսնում, պարոն Ասլանյան, չեն ուզում տեսնել, թե ուղղակի չունեն գետոնակությունը տեսնել։ Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանությունը ամբողջությամբ պրավալ է տվել։ Պարոն Ասլանյան, Պաշտպանության նախարար Պապիկյանը հայտարարեց, որ աննախադեպ քանակությամբ զենք զինամթերք են ձեռքբերվել, երբևէ քանակությամբ զենք զինամթերք չի ձեռքբերվել, իսկ դուք ասում եք չենք զինվում։ Քիչ առաջ ասացի, ձեռք է բերվել, իսկ ռազմական ծախսերը ինչու են քչացվել։ Ձեր կարծիքով ինչու են քչացվել։ Որովհետև չեն պատրաստվում կռվել։ Ռազմական ծախսերի իմաստով, գիտեք ոնց, ասենք մենք որևէ բան չունենք, նկատումներ չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հողային եւ այլ։ Հետեւաբար մենք մեր ռազմական ծախսերը նպատակահող պիտի նպատակ ուղղենք պաշտպանական խնդիրների լուծման համար, իսկ պաշտպանական խնդիրների լուծման, եթե ճիշտ, ինչպես պարոն Ասլանյանը նշեց, եթե ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարը չափ այսպես կոչված միջոցներ ներդնենք, մնդեր կարելի է նույնիսկ մի քանի անգամ ճիշտ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծման, որ կա, բայց այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի, այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի։